Օհանյան Ռաֆի Օսկանյան կուսակցությունների դաշինքը մարտի 10-ին հանդիպեց Կոտայքի մարզի մի քանի համայնքների ընտրողների հետ։ Մասնակցում էր նաև Ազատ Արշակյանը։ Նախկին падգամավորը նշեց, թեև ինքը այս ընտրություններին իր թեկնածությունը չի դրել, դաշինքի ցուցակում չէ, այնուամենայնիվ աջակցում է նրանց։ Նրանք այսօր ձեզ կներկայացնեն այս եռյակի քաղաքական ծրագիրը։ Դաշինքի եռյակից Վարդան Օսկանյանը կոչ արեց ընտրել ընդդիմադիր ուժերից հատկապես իրենց, որպես հիմնավորում նշեց, որ իրենք նվիրված են հայրենիքին եւ վճռական են երկրում փոփոխություններ անելու։ Ընդդիմության մեջ գտնվող դերևս բազմաթիվ անձիկ, որոնք մեզ քննադատում են իշխանության մեջ լինելու համար, դերևս պետք է ապացուցեն, որ եթե իրենք ունեցան հնարավորությունը իշխանության մեջ լինելու, որ նրանք չեն շարաշահելու իրենց պաշտոնի ինձեռնած հնարավորությունները, որ չեն թալանելու ժողովրդին, բայց մենք մեր գործելավոճով, մենք մեր աշխատանքով արդեն դա ապացուցել ենք եւ հենց դա է մեր առավելությունը։ Դաշինքի անդամներն ասում են, որ իրենց ձեռք բերած փորձը կարող են ծառայեցնել ժողովրդին։ Վարդան Օսկանյանի խոսքով իրենք իշխանությունն ընկալում են որպես ամենօրյա տքնաջան աշխատանք։ 365 օր նվիրվելու են աշխատանքին։ Սեյրան Օհանյանն էլ կարևորում է հմուտ կառավարիչների դերը։ Իրենց պետք են մարդիկ, որոնք որոշումներից զատ կկարողանան նաև ուղղակիորեն աշխատել ժողովրդի հետ։ Մենք եկել ենք ասելու, որ մենք պատրաստ ենք ժողովրդի նման խմել այդ դժվարություններով լի այդ բաժակը եւ նաեւ տանել այդ դժվարությունները, բայց ես համոզված եմ, որ ձեր հետ միասին մենք նաեւ զգալու ենք հաղթանակի բերկրանքը։ Օհանյան Ռաֆի Օսկանյան կուսակցությունների դաշինքի անդամները ընտրողներին ներկայացրին 365 օր ամենօրյա փոփոխությունների ժամանակացույց վերնագրով նախընտրական ծրագրի նաև տնտեսական դրույթները, խոստանալով հարկային արձակուրդ, աջակցություն փոքր եւ միջին բիզնեսին։ Հայկ Հովհաննիսյան, Տիգրան Բաբայան, Օրակարգ։